2026 թվականի հունվարին Հայաստանի տնտեսության ակտիվության աճը շարունակում է բավական բարձր լինել։ 2025 թվականի հունվարի համեմատ տնտեսական ակտիվությունը ավելացել է 7.6%-ով։ Միևնույն ժամանակ 25 թվականի դեկտեմբերի համեմատ բավական կտրուկ անկում է արձանագրվել։ Ինչով է պայմանավորված այս անկումը եւ նաեւ փորձենք հասկանալ, թե ինչի հաշվին է աճը նման բարձր տնտեսական ակտիվության։ Եթե խոսենք անկման մասին, ապա առաջին պատճառը թերևս 2025 թվականի դեկտեմբերի տնտեսական ակտիվության բավական բարձր աճի բազային էֆեկտով է պայմանավորված, տարեվերջյան ակտիվացում եւ դրան գումարած զուգահեռ նաեւ տարվա սկզբի որոշակի տնտեսական զարգացումների որոշակի պասիվություն, որը օրինաչափ է ընդհանուր առմամբ յուրաքանչյուր տարվա համար։ Այս իմաստով այս անկումը կարող ենք դիտարկել որպես օրինաչափ զարգացում, օրինաչափ գործընթաց։ Իսկ ինչ վերաբերում է 7.6%-անոց բավական բարձր տնտեսական ակտիվության աճին, ապա այդ աճի կառուցվածքի ուսումնասիրությունը, որ ինքներդ էլ տեսնում եք ձեր էկրաններին, նորից վեր է հանում մի պարզ պատկեր, որ մեզ մոտ մեր տնտեսական աճի, տնտեսական ակտիվության աճի կառուցվածքում առաջատար ուղղությունը, ինչպես 2025 թվականին էր եւ օպերատիվ ընթացիկ ժամանակաշրջաներում, եւ նաեւ 2025 թվականի ամփոփիչ տնտեսական աճի կառուցվածքում առաջատար ուղղությունը շարունակում է մնալ շինարարությունը 18.7%-անոց աճով, մասնավորապես 26 թվականի հունվարին։ Եվ այս իմաստով փաստացի 2026 թվականի հունվարի տնտեսական ակտիվության շարունակական կամ պահպանվող աճը նորից պայմանավորված են այն նույն գործոններով, այն նույն ազդեցություններով եւ միջավայրով, ինչի ներքո մեր տնտեսությունը գտնվում է արդեն բավական ժամանակ եւ հետեւաբար մենք մեր տնտեսական զարգացումների մասով առնվազն այս տարվա հունվարին որևէ որակական եւ նոր փոփոխություններ ըստ էության չունենք։ Մենք գտնվում ենք նույն շարունակության, նույն իներցիայի մեջ։ Հաջորդ ուղղությունը արդյունաբերությունը 2026 թվականի հունվարին բավական էլի աճ ապահովել է 10.6%-անոց աճ արձանագրել։ Սա մի կողմից պայմանավորված է նորից բազային էֆեկտով։ Պարզապես հիշեցնենք, որ 25 թվականի հունվարին մեր արդյունաբերության աճը բացասական ցուցանիշ էր։ Բացասական էր, որովհետև արդեն հետզհետե չեղարկվում էր արդյունաբերության աճ ապահովող հիմնական գործոնը, վերարտահանման գործոնը, դրանով պայմանավորված առավելապես մշակող արդյունաբերության անկումը, ինչը ընդհանուր արդյունաբերության վրա ունենում էր իր բացասական նպաստումը, եւ արդյունքում 2025 թվականին ունենք բացասական աճ։ 26 թվականի հունվարին արդյունաբերության որոշակի վերականգնման արդյունքում նաև բազային էֆեկտով պայմանավորված այդ աճը բավական բարձր է եղել։ Մի կողմից արդյունաբերության որոշակի իրական վերականգնում կար, բայց նաև դրա մասին էլի ենք խոսել 2025 թվականի տարվա վերջին ամիսներին նորից վերարտահանման ակտիվացում արձանագրվեց, ինչը իր հերթին նույն մշակող արդյունաբերության բավական արագ աճին նպաստեց, դրանով պայմանավորված նաև մեր արդյունաբերության այս վերականգնում ասվածի ներքո իհարկե էական ազդեցություն թողել է վերարտահանման գործոնի նորից ակտիվացումը։ Կարծում ենք, որ հունվարին այս ազդեցությունները եւս շարունակել են պահպանվել։ Ինչ վերաբերում է արտաքին առևտրին, ապա 2026 թվականի հունվարին մենք որոշակիորեն նկատում ենք արտաքին առևտրի անկման տեմպի դանդաղում։ Արդյոք գործ ունենք արտաքին առևտրաշրջանառության վերականգնման հետ։ Նորից պիտի այստեղ հիշենք 25 թվականի հունվարի տվյալները ու բացահայտենք միասին, որ կրկին բազային որոշակի էֆեկտների ներքո ենք, հիշեցնելով կրկին, որ 2025 թվականի հունվարին մեր արտաքին առևտրաշրջանառությունը բավական բարձր անկումների ներքո էր, այն նույն պատճառով, ինչով որ պայմանավորված էր արդյունաբերության անկումը, այսինքն վերարտահանման գործոնի չեղարկման, արդյունքում 25 թվականի հունվարին արտաքին առևտրաշրջանառության անկումը 40% էր, մասնավորապես արտահանման անկումը 49.2%, ներմուծումը նվազել էր 33.5%-ով։ Այդ բազային էֆեկտով պայմանավորված մենք այսօր ունենք ավելի փոքր անկում, բայց ինչու ավելի փոքր անկում, որովհետև կրկին տարվա վերջին ամիսներին հատկապես նորից վերարտահանման գործոնի ակտիվացման արդյունքում մեր արտաքին առևտրաշրջանառության, այդ թվում նաև արտահանման որոշակի վիճակագրական վերականգնման ականատես եղանք։ Դրանով պայմանավորված այսօրվա անկման տեմպերի որոշակի դանդաղումը։
Եթե փորձենք այսպես նաև ամփոփ ներկայացնել մեր հունվարյան տնտեսական ակտիվությունը, բավական բարձր աճի տեմպը, ապա պետք է ասել, որ կառուցվածքային առումով մենք դեռևս փոփոխություններ չունենք։ Իսկ այս աճի կառուցվածքի խնդրահարույց լինելու մասին շատ ենք խոսել, չկրկնվելով պարզապես նորից նշենք, որ նման կառուցվածքը մի քանի ուղղությունների հաշվին, այն էլ դրանց ներքո արտաքին ազդեցություններով պայմանավորված աճերը, այդ թվում նաև ստեղծում են միջավայր, երբ տնտեսական աճը, տնտեսության աճը ոչ ներառական են կամ լիարժեք ոչ ներառական են, ինչն էլ ըստ էության տալիս է հարցի պատասխանը, թե ինչու բնակչության կենսամակարդակը տնտեսական աճին առնվազն համարժեք կերպով չի ավելանում, եթե ավելանում է առհասարակ։ Իհարկե այս օրերին, հատկապես վերջին օրերին, իշխանության կողմից սոցիալական որոշակի քաղաքականության ակտիվացման ֆոնին նման ուրեմն եզրակացություն եւ գնահատական անելը կարող է որոշակիորեն հակասականություն առաջ բերել, բայց շատ հասկանալի եւ հայտնի պատճառներով այդ սոցիալական քաղաքականության հանկարծակի ակտիվացումը առավելապես պայմանավորված է կամ դժվար է պայմանավորել բացառապես կամ մեծամասամբ տնտեսական աճով, այլ ավելի շատ պայմանավորված է հենց նախընտրական ժամանակաշրջանով։